Ողջույն հարգելիներս, բարի գալուս նոր վլոգ, ինչպես եք, հուսով եմ լավ եք, աղջիկներս, ինչպես տեսակ, անցած վլոգում սունկ էի գնել եւ բնականաբար ինչ ենք պատրաստում, սունկ ենք պատրաստում, ցույց կտամ ինչպես եմ լեցոնում, ինչպես եմ պատրաստում, մի քանի անգամ վլոգներում ցույց եմ տվել եւ ասեցի, քանի պահն է պատրաստում եմ, անպայման կիսվեմ ձեզ հետ, որովհետեւ ինձ ամեն օր նոր աղջիկներ են միանում, միգուցե պատրաստման եղանակը չգիտեն կամ մի ուրիշ ձև եմ պատրաստում եւ իմ տարբերակով է պատրաստեն շատ կհավանեք, այնպես որ սիրուններս խորհուրդ եմ տալիս ձեզ մնալ մինչև վերջ, տեսնել ինչպես եմ պատրաստում, ինչպես եմ համեմում, դուք էլ պատրաստեք սիրով եւ վայելեք, իսկ եթե բաժանորդագրված չեք ալիքին, ապա բաժանորդագրվեք, որովհետեւ առջևում համեղ բաղադրատոմսեր են գալու, իսկ այս պայից մեր վլոգը սիրուններս սկսված է, ձեզ բոլորիդ հիանալիորեն մաղթում եւ բարի դիտում։ Սիրուններս ինչպես տեսակ սունկը լավ լվացինք, ջրքանվել է, հիմա արդեն համեմում ենք, առաջի բաղադրիչը դա աղն է, աղը շատ կարևոր երեխաուն պետք է այնպես աղանենք, որ ինքը համով լինի, ալանի չլինի։ Աղից հետո ավելացնում ենք կարմիր պղպեղ, այստեղ ունեմ սխտորի փոշի, ավելացնում եմ խորովածի պրիպրավա, ավելացնում եմ տարբեր տեսակի խոտաբույսերի պրիպրավա, այսպես նոր ենք վերցրել, չգիտեմ լավն է, վատն է, հոտ քաշեցի, հոտ դուրս եկավ, ավելացրեցի, տարբեր հոտեր էր գալի, այսպես ցիտրոնի, ուրցի, նանայի եւ այլն, այդպես եթե չունեք ձեռքի տակ, ոչինչ, կարևոր չի, կարևորը համն է, աղն է, որ տեղը տեղին լինի։ Ավելացնում ենք մայոնեզ 2 լավ ճաշի գդալ եւ լավ խառնում ենք այնքան, որպեսզի ստանանք համասեռ զանգված։ Աղջիկներս Արմինեիցս նոր ձմերկույ կտրելու ձև եմ սովորել, հիմնականում սովորականի նման էի միշտ կտրատում, բայց որտես Արմինեն ինչպես է կտրատում, դուրս շատ եկավ, այսպես միանգամից ֆիքսել եմ, հիմա փորձարկում եմ, տեսնեմ իմ մոտ կստացվի թե ոչ։ Եվ ասեցի, քանի դեռ փորձարկում եմ, սպասեք նկարահանեմ, միգուցե աղջիկներս էլ որոշեն այդպես կտրել, շատ այսպես հարմար է ուտելու համար, մի փոքրիկ վերցնում ես եւ վայելում ես, այնպես որ տեսեք տեսանյութում ինչպես եմ կտրում, եթե հավանեք դուք էլ կտրեք եւ այդպես սիրուն մատուցեք, շատ գեղեցիկ է նայվում, սեխի հետ էլ ավելի այսպես սիրուն կլինի, որ կտրեք եւ սիրուն մատուցեք։ Աղջիկներս ջեռոցը արդեն տաքացրել եմ, հիմա սունկը տեղափոխում ենք ջեռոց, նախքան տեղափոխելը պետք է սունկը լեցոնենք կարագով, տեսակ ամեն համեմունք ավելացրել եմ, ամեն ինչ, նույնիսկ կարող եք այդ համեմունքները կարագի հետ խառնել եւ լեցոնել, բայց ես համեմել եմ, հետո նոր արդեն կարագն եմ ավելացնում։ Մասերի ենք բաժանում կարագը եւ տեղափոխում ենք սենկի մեջ, լեցոնում ենք սունկը, ավելի համով է ստացվում, ավելի հյութեղ, հենց տեսնում եք էփում է, արդեն էփած է, հեռացնում եք ջեռոցից, ավելացնում եք պանիրը, նորից տեղափոխում եք ջեռոց, մինչև պանիրը լավ հալվի եւ սպասում եք, որ յախորժակ։ Ես շատ եմ սիրում սունկ, աղջիկեք ջան, հələ գրեք տեսնեմ դուք սիրում եք թե ոչ եւ ինչ ձև եք սիրում։ Տապակած, ձվածեղարած, ես ամեն տեսակ պատրաստված սունկը սիրում եմ, նույնիսկ մարինացված
Ինչը որ սունկի հետ կապված, ես սիրում եմ։ Ну, կարելի ասել ինձ համար այտենց ուտեստի չկա, որ չսիրեմ։ Ամեն ինչն էլ մեծ սիրով համտեսում եմ, փորձում եմ։ Բայց հիմնականում սունկը եւ ձուկը իմ կյանքում շատ մեծ դեր են խաղում։ Իրանց շատ եմ սիրում։ Անտարբեր չեմ իրանց հանդեպ։ Մնացածները գիտեք ոնց է, կլինի կուտեմ, չլինի, այսպես չեմ էլ ուզի որ ուտեմ, բայց սնկի ու ձիգի հանդեպ թուլություն ունեմ։ Որ գնացել էի Հայաստան հենց առաջի օրը, Արմինես ձուկ էր եփել, հետո մի քանի օր հետո նորից եփեց։ Գիտի էլի, որ ես ձուկ շատ եմ սիրում, ինքն է մամասը։ Հետո մամաս կապչոնի ձկներ գնեց, այդ ամբողջ գիշեր մենակ այդ կապչոնի ձուկն եմ կերել, դե այստեղ տենց չեն ծախում, որ ասեմ, ոստեղի ձկները ուրիշ ձև են, մեր ձկների նման չի էլի, դրա համար ես որ գնում եմ, մամաս 6-7 հատով առնում է, շատ շոկ չլիներ, հետս կբերեի, շատ շոկ էր, են որ մեքենայի մեջ կթթվեր հաստատ ձուկը, պետք է սառեցված ինչ-որ տուփով տեղափոխել, որ մնար էլի։ Հիմա մտածում եմ ես սունկի հետ ինչ պատրաստեմ, գրեշկով փլավ են հիմնականում պատրաստում, կամ պյուրե։ Ես ինձ հիմա ավելի հարմար է պատրաստեմ պյուրե կամ է կարտոֆիլ կխաշեմ, ոնց որ թե բոլորը լեցունեցի։ Տեղափոխում ենք ջրոց աղջիկներ ջան, երևում է ձեզ ամբողջը լեցուն է։ Հիմա պանիրն ենք քերիչով անցկացնում, հա։ Աղջիկներս լավ ժամանակին եկա հասա, հիմա տեսեք ինչ ա եղել սունկը ոնց է եփել, տանում ենք պանիրը լցնենք վրան ու գանք վայելելու, տանենք մի 5 րոպե եփի ու արդեն պատրաստ է։ Պանիրով էլ լցոնում ենք, շատ լավ եփել է, վայ ուզում էի սենց լցնեմ, սպասեք հենց անեմ, որ համով լինի էլի, կարագին նայեք, հիմնականում ես ճիշտը որ ասեմ կարագով եմ սիրում, մի մասը պանիր կդնեմ, մի մասը առանց պանիր, այդպես սիրում եմ, ախորժակնի ուտ բացեմ, դուք է պատրաստեք և վայելեք, սիրումներ ջան, լավաշն է հանեմ հետ կա, ես էլ էսպես աղջիկներս, մի հատ էլ լավ հալվում է ու վերջ, բարի ախորժակ, ահա նայեք աղջիկներս, ինչ են իրաստացվել, պատրաստեք սիրով և վայելեք, նույնիսկ ընկավ, պանիրը չընկավ, նայեք, ախորժելի, մեկը մեկից ընտիր, աղջիկներս տեղ պատրաստվում եմ բիսկվիտ թխել, կկիսվեմ բոլոր գաղտնիքներով, ինչպես կարելի է թխել, որպեսզի ստանաք իդեալական բիսկվիտ, վլոգը նկարահանվում է, հիմա այս բաղադրատոմս եմ նկարահանում, համի աշխարհի համար, փոքր ալիքում պետք է լինի պատրաստման եղանակը, ուշադիր կլինեք, որպեսզի կհետևեք աղջիկներս փոքր ալիքին, որպեսզի տեսնեք և պատրաստեք, այնտեղ արդեն ցույց կտամ ինչ եմ վերցնում, ինչքան եմ վերցնում, քանի գրամ և ինչպես եմ պատրաստում։ Դե ինչ, վլոգը շարունակվում է,
Պատրաստման եղանակը փոքր ալիքում կլինի։ Անեն շոքա աղջիկեք ջան կարակա թափում։ Ահա որ շոքա։ Սպասում եմ տորթս թխվի։ Տեսնեմ բարձրացածրա ինչ սևա, որ տենամ ինչքանի չափով կրեմ պատրաստեմ։ Մազերս էլ ասի դրսում չորացնեմ։ Էլինան քնածա չեմ կարում ֆենը միացնեմ։ Այստեղ արդեն Գյորգին հնձել է։ Մնում է մնացած տեղեր աղջիկեք ջան։ Խովանքնի փոցխեմ, որ մաքուր լինի։ Դանդուրով սալատ շատ ահավան է։ Նորից հավաքեմ։ Նայեք, ստեղ ինչ լավն է։ Սալատ պատրաստեմ։ Աղցան։ Տեսնեմ հավերը ջուր ունեն, չունեն։ Ու գնանք տուն։ Ստեղ էլ ամնում հնձել ընթացքում այդ ապարատը ջարդվավ։ Կայլ արդեն տանձը հավաքեմ։ Երևի իրիկվա հովին հավաքեմ, մուրաբեն սկսեմ։ Ջուր ունեք, քշա։ Աղջիկներս աման չաման ամեն ինչ լվացել եմ, հիմա մի հատ անմահական սուրճ եմ դնում, սուրճ խմենք, այնպես որ միացեք մեզ։ Սառնարան ծնվենք եմ դրել, հիմա սառը ծակտեր, մորացել էի։ Կարևորը չի քարացել։ Ունես համով էր ես երկու ձմերուց մեր Տորթես մնացել է մոտավոր 5-6 րոպե։ Եսա պատրաստ կլինի։ Ну, շերտը էլի, բիսկվիտը թխվում է։ Մի հատ էլ եսա գնամ ստուգեմ գամ, որ շնորհակալ շատ չթխվի։ Իհարկե ստուգում ենք ատամի չոպիկով։ Ստուգեմ ու գամ։ Աղջիկներս թխվել եմ բիսկվիթը, բայց հիմա քանի որ տեղը տաք է, սպասեք ես տեղից վերցնեմ հանկարծ մեբելը չվնասվի։ Հիմա տեսնեմ, քանի սանտի է բարձրացել, ինչպես տեսակ 26 սանտիմետր էր լայնությունը, իսկ բոյը 6.5 շատ քիչ էր մնում, որպեսզի դառնա 7 սանտիմետր բարձրությունը։ Հիմա մի հատ փոքր ալիքում տեղեկացնեմ, ու նոր արդեն կասեմ ինչ ենք անում։ Այստեղ գույնը լրիվ ուրիշ ձև է, ցույց տալի ես ուրիշ եմ տեսնում։ Ճիշտ են ասում, որ տորթը ինչը որ ուզում ես ցույց տա, այդ հատվածը ցույց չի տալիս։ Աղջիկներս ահա եւ վերջ, մեր բիսկվիթը արդեն թխվել է։ Ինչպես տեսնում եք, ինքը արդեն առանձնանում է։ Տեսակ լայնությունը 23 սանտիմետր է, իսկ բարձրությունը 6.5, մի փոքր է, որ բարձրանամ, կլիներ 7 կլիներ, էլի ոչ թե 6։ Հիմա հեռացնում ենք
ու թողնում ենք հանգստանա։ Հետո նոր արդեն պատրաստ ենք կրեմը, հետո առանձին ճուտանյութում ցույց կտամ։ Իմ ամենասիրած պահը այս հատվածն է, որ քայլաթիթեղը հեռացնում եք ու նայեք։ Վայ, մի հատ կոֆե տակ Արսեն ջան, անջատի։ Անջատի, ապրես տղես։ Պարքի դու կնես։ Ես քնես։ Գնա պարկի քնի։ Ինքուց կովերի պի, դու ես ուտա կովեր։ Գնա տատիկին ասարի, կոֆեն է պելա։ Ինքուց ուտա ես կովեր պեսիս ուտա։ Ուտա կարեցես սերցարը, ես պակեն, ես կովեր ուզե պակեն, իծո։ Իծո։ Տա-տա-տա։ Ապա, տեսեք։ Այ, կակայասի։ Ես կոնը, եսա մոտիկից ցույց կտամ։ Հիմա մաման գնա քո համար ինչ բերի։ Մաշինա, իսիկա։ Սիստրոնկա ես ուզա։ Ձայի մաշինա։ Ու քուրիկ ես ուզան քեզ։ Մեդա։ Բաբրատիկ չես ուզան, Էլինա։ Դա, ես մաշիկա։ Մենակ սիստրա ես ուզում։ Դա, Բրատիկ չես ուզում։ դա դեք։ Ուրա բերե բրացի։ Երիկն ունի բրատիկ Արսեննա։ Աս մամամ ինձ համար քուրիկ կբերես, պադարակ։ Չէ։ Խե Երիկ ջան։ Դա, դվերես։ Բախում ես քեզ ծեցեն քուրիկները։ Նա։ Բա։ Հա։ Բա ինչ բերենք։ Դիտա։ Հա, կբերեմ։ Կբերեմ Էլինա ջան։ Այ դու մոչե։ Ի ասում չէ։ Տորթս թխեցի, վերջացրեցի աղջիկներ ջան, նույնիսկ արդեն հավաքել եմ։ Դեմ անում եմ։ Մեսա մի ժամ, 2 ժամ սառնանում մնա, արդեն կարող ենք հանգիստ կտրել։ Որտե՞ղ։ 2 ժամից կկտրենք։ Հիմա էլ ուսում եմ մածունները, մետե կաթը շատ տաքացավ։ Այս տորթի պարագաները ստեղից հավաքեմ։ Արդեն լվացել եմ, մնում է սեփեմ դասավորել։ Որ մի հատ տորթ ես թխում, ամբողջ խոհանոցում այսպես մի հատ բոմբա տրակում։ Ու պետք է այդ բոմբը մի անգամից հավաքես։ Այդ էլ մաքրենք, դասավորենք ու վերջ։ Մնում է տորթը վայելենք։ Չես ուզում է։ Էլինա, իսի։ Դա, իսի նանայի։ Այ։ Իսի, ծիմատունա։ Արա, Կարանց տանես ուսան տատիկին տուր արի։ Կամանց տար, կամանց, թափիր։ Կամանց, բռնի բաժակի, 2 ձեռքով տար տատիկին դու կամանց, ակուրատնի։ Սուսան տատիկ։ Սոկապել։ Սուսան տատիկ։ Աղջիկներ ջան, վերջապես հերթը հասավ հողամասին։ Այստեղ Գյորգին ամբողջ այսպես հնձեց։ Առավոտ նոր կփոցխեմ, որպեսզի ավելի հեշտ լինի։ Հիմա խոտը թացած ծանր է։ Որտեղ հնձեց են կոմներ, կարծեմ մաքրելով եկավ։
Տեսնեմ։ Կարամ ստեղ ջուր կապեմ։ Ափսոսը։ Վարունգները։ Տեսնեմ ջուր կա չկա ու կապեմ։ Հիմա էլ ստեղ եմ մաքրում աղջիկներ ջան։ Հիմա մի հատ էլի թեթև անձրև եկա, փոտը սենց վերև է բարձրանում։ Հա? Իմ մոտ գաս։ Հեսա ես գալիս եմ տուն, հլը նայք ինչ սիրուն է։ Հլը։ Ես գալիս եմ Մելինա։ Це փոքրիկն է։ Գյորգինա։